կովը դերևին էսե։ Okay. Վանացայնեն հարկելի ունգընցիրներ և ագընցիրներ կշարունակենք մեր հաղորդումը։ Ինչպես կնկատեք, մենք կգտնվենք Լոխի Արաքսի Բուլղուրջան ընկերաբժշկական կենտրոն, Տնջուկյան սրահեններս և ինչպես ամեն տարի սիրելիներ, այս տարի ևս Ֆրեզնոյեն հասած է բժշկական առաքելությունը և այդ խմբագին հետ պիտի զրուցենք ու իմանանք նորություններու մասին և անշուշտ այստեղ է Ֆրեզնոյի բժշկական առաքելության նախագահ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Բադվո Հիբադոս պարոն Բերջ Աբկարյանը և պիտի զրուցենք կենտրոնի Լոխի Արաքսի Բուլղուրջան ընկերաբժշկական կենտրոնի դնորենուհի Գերուին Ազելի Ավակյանի հետ։ Միացեք մեզի, մենք անցինք բարի լույս, նորեն բարի եկերեք։ Շնորհակալություն։ Ինչպես են դրամատրությունները։ Բարձրակույնը, ուրախ ենք, որ գրգին կմիանանք Վանացայինի հետ, մեր բժիշկները հոսեն, խորին շնորհակալություն Վանացայինի դնորենության, պարոն Վիկենին եւ անշուշտ Դիգին Նազելին, որ այսպես այլևս գաբերը ոչ թե ամրապնդված են, այլևս անխզելի են։ Ուրեմն քանի մեր բժիշկները մի քիչ սպաղ են, խնդրեմ իրենցմով Շատ լավ։ Սկսենք այդ կգվերաթարնանք ընկերու։ Կգվերաթարնանք եւ հանգնենք։ Ուրեմն արդեն երկուքին շատ ծանոթ ես։ Այո։ Դոկտոր Խաչիկյանը եւ դոկտոր Ալտաբարմակյանը, որբեք ուզես կնաս սկսի։ Շատ լավ։ Հիմա մեկ հատ հիվանդ գնային, որ արդեն միջև ցերկալը խնդրեմ հրամեցեք։ Շատ լավ։ Բարև դոկտոր Վարուժ, ինչպես եք։ Նորեն բարի եկած եք։ Ուրախ ենք տեսնելով ձեզ այսօր նորեն։ Ինչպես են դրամատրությունները։ Ասկելավ չգրնարել։ Հիմա մեզի իսեք այս առաքելության կարևորության մասին մենք ամեն տարի ալ գխոսենք, բայց գարժե նորեն մեր ագընցիրներուն եւ ունգընցիրներուն բացատրել, որ Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը հadoop նպատակով լիփանանգուկա եւ չնման իր այլ խումբերու, այլ բժիշկներու, որոնք գուքան գայցել են գերտան, ինչ է յուրահատկությունը այս առաքելության։ Գիտեք, այսքան տարի վերջը գամած սորվեցանք Լիբանանի մեջ ինչ էր ավելի պետք էր որ բիլան եւ ամեն տարի սկսանք փոփոխություններ անել որովհետեւ Լիբանանի պետքերուն ավելի մոդեռնակ եւ ինչ պետք է որ լավ որ մենք չէինք կնարնել եւ գամած սկսանք այդպիսով հայտայտեր եւ անշուշտ մենք ալ գսորվենք ամեն տարի 10 մգարնենք եւ երկրորդ տարին 10-ը պատասխանով վերադառնանք որովհետեւ մեր կորձը ավելի լավը եւ արդյունքը ավելի շատ լավը։ Նաև այս առաքելության այսպես նպատակներն է կգարձեմ գապը ստեղծել Լիբանանահայության եւ Ֆրեզնոյի հայության միջև ծեր միջոցով դուք կլակ այդ գամրջող դուք եք այդ գամրջող միջոցը որ Լիբանանահայությունը կգաբե Ֆրեզնոյի հայության այդ իմաստով ինչպես կարժևորեք այս գործունեությունը Անշուշտ երբ որ այս առաքելությունը սկսավ Բադվո Հիբադոսը Բերջ Աբկարյանի միջոցով 4 տարի առաջ Լիբանանի մեջ գիտեք գաբը արդեն սկսավ այդ գամուրջը որ Ֆրեզնոյի եւ Բերուդի մեջ Լիբանանի մեջ եղած էր, ասավ հիմա ամեն տարի այդ գամուրջը build-up կլանգոր, ավելի լեյերներ կլանգոր եւ ավելի զորավոր կլանգոր հիմքերը։ Եվ այդպեսով է որ կհարաճանա եւ մեր հույսն է, մեր իղծն է որ աբակային այդ գամուրջը այնքան զորավոր լավ որ ոսկիներով շրջապատվի։ Լավ։ Անշուշտ գուքայ արդեն ցերկով։ Ձեր գարձիկն չլա, որովհետեւ գերբություն չլա, դոկտոր Ալտաբարմակյանին ասածին մենք բնիկ Լիբանանահայ ենք, ոս ծնած, ոս մեծած, ճիշտ է որ օտար ապերում մեջ գաբրենք, բայց մենք թրջուններով ես քացել ենք ուրիշ երկրներում մեջը, բայց ծառը հոս է, մեր արմատները հոս են, ծառին վրա միշտ փույն մգլա, չէ՞։ Այդ փույնին է որ կվերադառնանք մեր հին հիշողություններով, այդ հիշադակներն են որ մեզի կբերե։ Մանավանդ որ հիմա ծանր սոցիո-էկոնոմիկ վատ վիճակը որ գա երկրի մեջը, ածավը մենք ալ գսկանք, անոր համար է որ գուզենք, քալ ինչ որ գաթիլով այդ ցավը մեղմացնենք, դա է հիմնական պատճառը։ Հատուկ նորություն մը գա որում մասին գուզեք անդրադառնալ այս դարվան մասին, այսինքն ծեր մարզեններս։ Չէ, մասնավոր նորությունը չի գա ամեն ինչ որ եկող անցած տարիներուն գնայինք, նույնն է, գոքանք հիմատները կտեսնենք, հետերնից թեղեր կբերենք, ինչ որ բիդուկներ կան բժշկական հետերնից կբերենք, որովհետեւ օգտակար դառնանք համայնքին,
ոչ միայն հայությանը, գրեսնեմ արդեն արաբ հասարակության, այո, արաբ հասարակության օգտագործան։ Հրամեցեք։ Քանի չեմ կարծեր, որ դոկտոր Ալտաբարմակյան խոսեցավ ադամնապուժական սենյակի մասին։ Արագ մկանի ինքը պիտի մեկնի։ Ուրեմն դու պիտի խոսի։ Ես պիտի խոսեմ, ինքը պիտի խոսի։ Շատ լավ, հրամեցեք։ Իսածից պես, քանի որ ամեն տարի գուկայինք, երկրորդ տարին սկացինք, որ ադամնապուժական սենյակը շատ զորոգության պետքություն ունի։ Ադոր համար դոկտոր Վաչե Վասիլյանը դա աշխատեցանք եւ 2-3 տարվա մեջ սկսանք բարերավել եւ շատ ուրախ եմ, որ գրծած առաքելությունը գրծավ ad սենյակը այնքան տասագարկի հասցնել, որ աթորով, էքսրեյներով, սարքերով ամենը, որ ինչ որ պիտի հայտայտենք մեր հիվանդներուն, ամենը բարձր տասագարկի արտույքն է։ Ձեր վարձքը գադար, մենք պիտի շարունակենք։ Հիմա զրուցենք։ Այո, բարի լույս, ինչպես եք, բարի եկած եք։ Շնորհակալություն։ Ձեր անունը դոկտոր։ Նունե Պետրոսյան, Որ մասնակցության մեջ։ օրթոպեդիկ։ Օրթոպեդիկ, շատ լավ։ Այո։ Կանային համակարգ։ Այս առաքելության հետ առաջին անգամն է լիփալանգուկա։ Ոչ, երրորդ։ Իսկ ինչ են ձեր դպավորությունները մինչև այսօր, այսինքն ինչպես այո, ինչ է կարևորությունը ըստ ձեզի այս ծրագրին, դուք ինչպես գարժևորեք կարևորությունը։ Կարևորությունը այն է, որ այն հիվանդները, որոնք հնարավորություն չունեն կամ դժվարություն ունեն վճարելու բժշկական քննության համար կամ ցանկություն ունեն երկրորդ կարծիքը ունենալու որևէ բժշկական կարծիք ունենալու հնարավորություն կստեղծվի իրենց համար այստեղ գալու եւ այդ քննությունը ստանալու կամ կարծիքը ստանալու։ Շնորհակալություն վարձկերնիդ կադար։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, շարունակենք, ուր պիտի։ Այս տարի առաջին անգամ լալով մենք ունենք ֆիզիոթերապիստներ, Այո։ որ հոս պիտի աշխատին եւ թե հիվանդները պիտի տեսնեն եւ թե ալ պիտի դասընթացի ենթարկեն դեղական ֆիզիոթերապիստները։ Հիմա ինչպես որ անդր եթե դառնանք, կտեսնեք արդեն ֆիզիոթերապիստը Դենիսը արդեն հիվանդին հոգ կտանի գրնակ գոմեն նկարահանել սնտ մեկ գոմեն ուրեմն Ինչ էր կարևորությունը, ինչու համար ուզեցիք անպայման ֆիզիոթերապիայի մասնակցել ցեզի հետ։ Անցյալի դարիներու ընթացքին մեր ուշադրության բերին, որ բավականին հիվանդներ կան, որ ցավեր ունին, մեջքի ցավեր, ոտքի ցավեր, շարժումներու, ասենք մգաններու խնդիրներ, ուրեմն Դենիսը, այսինքն doctor degree ունի, այսինքն բարձ ֆիզիոթերապիստներ չեն։ Մեր բոլոր բժիշկները, բոլորն ասենք կամ իրենց մասնակցության ինչպես օրինակ դոկտոր Վանը իր վիրահատական բաժնի բեդն է, դոկտոր Գարո Խաչիկյանը իր բաժնին բեդն է, այդ մագարտակի ուրեմն Լավակույնին լավակույնը։ անպայման լավակույնը պետք է բերեք, որ բոլորն իրենք լավը սկան, որ ասենք գրնան վստահել եւ գրնան լավ արդյունք ստանալ։ Ուրեմն արիցը սերձենք Դենիսի հետ խոսելու, աշխատանքի վրա է։ Աշխատանքի վրա է։ Ուրեմն հետ պիտի ծանոթանալ։ Ուրեմն հիմա մենք ունենք երկու օդար բժիշկներ։ Շատ լավ զրուցենք։ Այո, ուրեմն Բրայլեն Ջեյկոբսոնը եւ Կիրիտ Պրովալը երկուքն ընտանեկան մասնակիցներ են, որ ասենք փոքրիկ երեխա են, մինչև չափահաս դարիք չկա։ Բոլորն ագրնան տեսնել, կրնակ զրուցել իրենց հետ։ Can we take from your time? Hello. Good morning. Can we take from your time like 2 minutes? Sure, yes. Okay, I want you to tell us how this is important for you as a doctor. We know doctors take oath to help people, but then this is another level of helping. How did you prepare for this, and what is the importance to you? I think it's important for healthcare providers to give back to communities in need, and I'm just really grateful to be here. Lebanon is in crisis, you know, in social and economic crisis, and actually, as you see people, you hear from them. This is now engaging with the people. How has that affected you as a doctor? It's very fulfilling to give back and, help these people and these patients.
Thank you. Welcome to Lebanon. Thank you. Thank you. Շատ լավ։ Շարունակենք մեր զրույցները, ուրեմն։ Ուրեմն դաս երկու բժիշկները առաջին անգամն է որ կմասնակցեն բժշկական առաքելության։ Ուրեմն ցանոթացնեմ ցեզի Kirit Pruwala ինքնալ ընտանեկան մասնակետ է դարիքի խտրություն չկա մանուկներեն գտեսնեմ մինչև չափահաս անձեր Kirit can we interrupt you for a minute for them to have Just a minute. Couple minutes of discussion with you, please. Welcome to Lebanon. How are you today? Thank you. I'm well. I'm very well. Can you tell us about your feelings being in Lebanon, helping people, being with the community? How does that help a doctor to achieve more in his or her career? Well, actually, I do have a lot of Lebanese patients back home. Really? Yeah, so it's nice to like family be here. yes, it's nice to be here and know where they came from, and I think it'll help me connect with them a little bit more. But I'm very touched, and it brings a lot of emotion to me to see how resilient the Lebanese people are. That's the word we use every time. We are resilient. Yes, and I think that that's an incredible lesson for all of us. So it's a pleasure to serve, people and learn from them as well. Help them and learn from them. Yeah. Thank you for your service. No, thank you for having me. Thank you. Okay, let's continue. Շարունակենք սիրելիներ. Այո. Denise'in քանի ինքը veteran է Denise. Շատ լավ. Can we interrupt you for a couple minutes so that they can speak with you and with Vana? Vana, can you join at the same time? Yes. So We're that going to we- take a minute of your time. So how are your feelings being in Lebanon? It's your first time? It's my third time. Third Both of time. our third time. Yeah. How do you like our country? Love it. Yeah. Especially what? Everyone is very hospitable, Yeah. very welcoming. I feel comfortable. I feel at home. I feel, I don't know. Made another family here. Exactly. We are very welcoming, like our people is very welcoming. And I want to know, as you go on with your careers, how does this mission help you? Wow. I feel honored that I'm able to help people outside of my home area. I feel that it will help me to just be mindful of all of the different diagnoses and people that I have the ability to impact, and the fact that I have a skill that I can use to help other people, I think is really, really impactful. What about you? I think it really helps you critically think because we're not in our normal zone, so it helps you think on your toes better, and so you can kind of take that back home. Well, you're outside of your comfort zone now. You're in a different country, different culture, different everything, especially in Lebanon. Our people are mixed, every kind of people is here. I'm sure that has affected also to you, and you're going to go home and think about everything, right? Yes, and language. And language. Did you learn anything? Yalla. Yalla. That's the most important thing, actually. Yalla and Habibi. Learn Habibi. Yes, Habibi. Habibi, yes. That's the most important. Thank you, girls. Thank you so Thank you much. for your service. Thank you so much. Thank you. Շատ լավ, շարունակենք։ Այո, բարոն Բերջ։ Հարցուցիկ որ ինչու համար հատկանշանական է իրենց քալը։ Քանի անցյալի դարերու ընթացքին մենք չենք կրծած իրենց հոսպերել։ Մենակ իրենք կենտրոնացած են AUB-ի մեջ։ Եվ հիմա նորեն դեր AUB-ի մեջ աշխատանքները կշարունակվեն, բայց իրենց հոսպեր ենք այսօր եւ արդեն բավականին հիվանդներ կա, թե հիվանդներ պիտի տեսնեն, թե ալ դեղական ուժերը ավելի սենքտասընթացքի ենթարկեն, որպեսզի ինչ որ արդիական ամենը լավ ծևով խնամք դանելու միջոցը կա, ադի ինչու՞ չէ մենք մեր զավակներուն այստեղը չիմադուցանենք։ Ադեր ամբողջ նպատակը ադե։ Շատ լավ, բարոն Բերջ, մենք կշարունակենք մեր ուրիշ բժիշկներ կան, որոնց հետ պետք է զրուցեմ ես։ Ով հոսե։ Ուր է։ Հիմա կորձողություն գնե որ վարն է, դժբախտաբար գիտեք որ անիթամ որ իրեն գոգնե մոդեն իր դիգինը իրեն վերկանչեցինք որ նայք թե ինչ է պայմանները բայց Շատ լավ, քիչ հետ կգուզեմ մենք շարունակենք մեր զրույցը ցեզի հետ, այս անգամ գուզեմ քիչ խոսիլ, մենք ամեն տարի կհիշենք կարևորությունը այս առաքելության, բայց դարվեդարի երկրի պայմանները ցևով մգվատի համաշխարհային խնդիր է, ամեն տեղ կա տնտեսական խնդիր, բայց մեր կողմ քիչ
վիճակը Շեշտված է։ շեշտված եւ ավելիով է։ Ամեն անգամ որ կպատրաստվի կլիփանան կալու, ձեր մտքի մեջ այսպես ինչ գեդեր գտնեք, կարժեք իտնալադիկա։ Որտեղ կալ չնենք։ Հարաշտիմությունը նույնը չնել, բացարձակ։ ավելցնել բամը։ Անպայման, ոչ թե մենակ ավելցնել, այնպիսի աշխատանք մտանել, որ ծրական հետևական արդյունք տա, այսինքն ոչ թե մեկ անգամով։ Օրինակի համար, այս տարվա ասենք ադամնապուժական սենյակի բացումը, ինչպես դոկտոր Ալթապարմակյանը նշեց, արդիական, այսինքն երբ որ սենյակը մտնես կգարձես որ դու Ամերիկայի մեջ ես, այդ մագարտակի վրա է։ Ուրեմն այնպիսի աշխատանքներ գնենք եւ ես շնորհակալություն կհայտնեմ Գետրոնի հաստախումբին, շրջանային վարչության եւ ինչու՞ չէ ամենակարևորը դնորոնուհին, քանի դնորոնին մեծ թեր ունի այս աշխատանքը համադրելու գիտես մենք 10,000 մղոն հեռավորության ենք Հսկայական նախապատրաստական աշխատանք պրոզեմաբից եւ ես իրապես շնորհակալություն կհայտնեմ Նազելին, քանի Նազելին է որ իմ աչք ու ականջն է, ոս եւ ամեն ինչ տեսնելով, լսելով, համադրելով աշխատանք կտանենք։ Եվ ամենակարևորն է որ յուրաքանչյուր տարի ավելի լավը ցանկանալ, ավելի բարձր նպատակներ հետապնդել, որովհետեւ մենք կրնանք ասենք արդյունավետ աշխատանքով հոգեգան կողմնակություն ստանալ, ասի անշահախնդիր աշխատանք է, արդեն կտեսնեք այս օդար բժիշկները եւ ինչու՞ չէ մեր հայ բժիշկները բոլորն եկած են զոհաբերությամբ, ոչ ոք իրենց չէ ստիպած ծառայելու եկած են։ Անպայման եւ այդ իրենք ծառայության մեջ լսեցիք ամեն բոլորն որ իրենք այնպիսի հոգեգան կողմնակություն կստանան որ այսին բան չկա։ Գերույն ազելի ժամանակ ունի, քանի մինչև դոկտորը հաստիկ ուզեմ ցեզի հետալ զրուցել, քանի սա պատրաստական աշխատանքներում մասին իմա ճիշտ է, իրենք ձևով կպատրաստվին, հոսալ ուրիշ ձևով պետք է պատրաստվի։ Հյուրընկալելու այսքան թիվով բժիշկներ, նաև հիվանդներու գարիքները, ինչ են առաջնահերթություն ասում, բոլորը հսկայական աշխատանք են։ Այս տարի ինչպես պատրաստվեցան։ Հիմա բնականաբար երբ ամեն տարի գայցել են բժիշկները, չմեկնած մեզի խոսին ծրագիրներու մասին, հառաջիկայի գործունեության մասին։ Եվ մենք արիթ կունենանք այդ ամիսներուն ընթացքին մտածելու եւ գտնելու, ապահովելու գարիքները, ինչ որ մենք պետք ունենք եւ բնականաբար բարոն Հյուբադոսին Բերջապկարյանին այդ գաբի մեջ մտնելով կփոխանցենք մեր գարիքները եւ քիչ մնալ իրենց խանգարելով, որտեղ մենք ասկուզենք, անկուզենք, մեր գարիքները շատ են, բազում են եւ շատ սիրահոժար գնթարաչեն, գսերդենք այսինքն գարիքները եւ իրենց կողմէ բնականաբար թրական արդյունքներու պատասխաններու գահասնենք, այսպես է որ գործակցենք այդ ամիսներուն ընթացքին մինչեւ իրենց ժամանումը։ Հիմա երբ որ գուքան հոն ուրիշ մտահոգություններ կան, մարտուժը լոջիստիկսը կսկսի։ Այո, իրենց մարտուժը բավական լավ է, որովհետև բավական մասնակիցներ կան, լավ մասնակիցներ կան իրենց մեջ եւ ինչպես որ նշեցին բժիշկները, յուրաքանչյուր տարի բան մգավելցվի։ Առաջին տարին գամուրջը մենք պատրաստեցինք, հաջորդ տարին արևային վահանակներու դեղատրումով ամբողջացուցինք ծրագիրը 2024-ին եւ 25-ի այս նախորյակին ադամնապուժական սենյակի բացումի աշխատանքները, ինչու՞ չէ նաեւ Գետրոնի նորոգության խոնավության հարցը լուծելու աշխատանքները, այսպես ընթացան մեր գաբերը իրենց հետ։ Այնպես որ երբ որ իրենք կուքան, մենք արդեն պատրաստ կլանք, գաբահովենք պետք եղած հիվանդները, որովհետեւ ամիսներուն ընթացքին մեզի թիմողներ գլան, գհերացանեն, գարցնեն Ֆրեզնոյի բժիշկներ պիտի կան, ամերիկացի բժիշկները կան, պիտի կան։ Հիմա այդպես մենք հիվանդ կապահովենք, քարոզչական աշխատանքները բնականաբար կգադարենք, որբեսի գարենանք ժողովրդին գարիքներուն հասնել երկուստեք։ Բուլղուրջյան գետրոն, լոխի գետրոն կամ Ֆրեզնոյի հայբժշկական առաքելություն։ Խոսենք քիչ բժշկական ադամնապուժական սենյակի, ադամնապուժական բաժնի նորոգության մասին եւ սարքավորման մասին, որքանով ուրախ եք եւ որքանով ադիգա ցեզի համար այսպես առավելություն մնե եւ նորությունը որ
պետք կգար, որում պետք կգար, չէ՞ ընկերուի։ Այո, շատ գարիք ունեինք, որովհետև շատ արդիական գազմացման է։ Բնականաբար ասպոլորը դոկտոր Վաչե Վասիլյանին հետ համատրապար գա։ Այս տարի հոս է դոկտոր Վաչեն։ Դոկտորը հոս է աշխատանքի մեջ է վարը։ Ուրեմն դոկտորին հետ համատրեցինք մենք ինչ կարի, ինչպիսի աթորի գարիք ունենք։ Անոր հետ այդ գազմածին հետ ինչի պետք կգա։ X-ray-ի պետք կգա կամ եւ այլն, օտոկլավի պետք կգա, ասպոլորը գազմածը ամբողջական ձևով ապահովեցինք եւ շատ արդիական գազմածմն է։ Հիմա եկողները գզմայլին գհմայվին, որ մեր գետրոնի մեջ ինչպիսի գեղեցիկ աթորմ ունենք ադամնապուժական, անգերձորեն մեր մասնակետ բժիշկները այդ աթորին վրա գաշխատին բավականալ ընդելացան, որովհետև վարժություն եղավ, իսկ հատկապես մեր մանկապուժը եւ վիրապուժ ադամնապուժը այդ աթորին վրա իրենք հիվանդները կխնամեն, կտեսնեն երեխաներն մինչեւ մեծերը։ Այսօր գարիք ունենք մենք շատ։ Եվ Փառք Աստուծո, մենք խնդրեցինք Աստուծմե եւ Ֆրեզնոեն եկավ այս բարիքը մեզ ասպարակային Աստուծո օրհնությամբ։ Որքան կարևոր է այսպես օգնող ցերքեր ունենալ ձեր գողքին եղող, որովհետև այսպիսի գետրոններ ունին գարիք ունի միշտ նեցուգի, լա դեղական, լա դուրսը, նաև համայնքներու միջև, նաև երկիրներու մեջ տարբեր սպիրկի տարբեր քաղաքներու միջև այդ գաբը կարևոր է ոչ միայն օժանդակություններու իմաստով, այսինքն նյութականի իմաստով, չէ՞ նաև բարոյական իմաստով։ Կնշանակի որ մենք առանցին չենք, այդ սկացումը մանավանդ Լիբանանի մեջ մենք երբեմն շատ գսկանք, չէ՞ ընկերու եւ գարիքը գսկանք որ մարդիկ նեցուկ ըլլան մեզի, իսկ մենք ձեր գողքին ենք։ Մենք հաջող այդպես կաբրի, այդ վիճակի մեջ կաբրինք, որովհետև գիտեք վերջ գրկություն չնենք։ Հիմա բժիշկները քիչ առաջ վկայեցին դոկտոր Վարուժը, դոկտոր Գարոն, ինչու՞ չէ նաև ամերիկացիները, որ գաբը ստեղծվեցավ։ Եվ այս գաբը անկագդելի է։ Դարվեդարի ասենք լավ հանգույց մնե, որ չի կագվիր, լավ շաղախված գարույց մնե, որ անկագդելի է։ Եվ մենք այդ մեկը գսկանք, որովհետև դարվեդարի բժիշկներուն տիվը գավելնա, եկող բժիշկներուն, այցելուներուն, նոր մասնակետներ ունենանք այս խմբագի մեջ եւ հատկապես օդարներ, երբ որ մենք կտեսնենք, որ մենք կհասկանանք, որ Լիբանանահայ քաղուտը գարիք ունի Լիբանանահայերու թերևս, հայորդիներու, որոնք գրնան մեզի զորավիկ կանգնել, բայց երբ որ գտեսնենք, որ օդարներ ալգուկան եւ մեր ցավը գսկան, մեր առօրյան գաբրին, որտեղ յուրաքանչյուր բժիշկ որ հիվանդները գտեսնե, յուրաքանչյուր իր հոգը գբատնե, մտահոգությունները գբարձե բժիշկներուն, երբ որ այս բժիշկները ամենայն համբերությամբ գլսեն, նվիրումով իրենց հանձնարարականները կհանձնարարեն եւ գաբրին հիվանդին վիճակը, այս մեկը ծրական մեծ բան է մեզի համար, բնական է, որ մենք որովհետև գաբը գազմած ենք, անկագդելի պիտի վերածենք հաջորդող դարիներուն համար։ Դոկտորը ժամանեց ըստ երևույթին։ Ուրախ ենք ներկայացնելու գրգին դոկտոր Վանա, ինչպես որ իր բաժնին պետն է, բայց այս անգամ ճշմարտաբար Մասնագիտությունը հիշեցնենք։ վիրահատ, բերիատրիկ եւ տարբեր այո, ուրեմն այս տարի առաջին անգամ լալով Անիտային հետ միասին իրենց երկու զավակները Ասադուրը եւ Արքանալ միացան մեզի, բայց գեղեցիկ անուններ են։ Ճշմարտաբար այս առավոտ մեկնեցան, քանի իրենք ալ պարտականություններ ունին, ցկեմ որ դոկտորին հետ խոսիկ, զրուցենք։ Ինչպես եք դոկտոր Վան, բարի եկած եք նորեն։ Մերսի շնորհակալ։ Ինչպես տեսակ Լիբանան այս տարի։ Ավելի լավ։ Կամաց չէ, չնայած անցյալ տարի բավական ծանր տարի էր։ Այո։ Բادرազմը, քանի մեկ ամսվա բادرազմը բավական հոգնեցուց ոչ միայն երգիրը իբրև գարույց, նաև մենք իբրև մարդ արարած այս բարակային Լիբանանահայերս բավական հոգնեցան։ Եվ ձեր ներկայությունը այսպես նաև հույս ներշնչող երևույթ է։ Գսկակ ադիգա դոկտոր ժողովրդին հետ խոսելը, երբ որ հիվանդներ գուքան գխոսին, գսկակ չէ այդ գաբը ժողովրդի որքան գարիք ունի, որ ինքը սկա որ գողքին իր գողքին մեկը գա։ Այո։ Բարձ է ադիգա նորմալ Adank skացումները իրենք չեր արդահայտվի, բայց մենք գսկանք, այո, երբ որ գուքան ուրախ կլան մեզ տեսնելով եւ այդ օգնությունը որ իրենց գուտանք բժշկական լա իրենք շատ գարժեքավոր են։
Իսկ լոխի Արաքսի Բուլուջանը բժշկական գետրոնի մասին ինչ կրնակ ասել մեզ անգամիվս այսպես արժևորելու համար իր գոյությունը մեր քաղուտի մեջ եւ ինչպիսի ծառայություններ գմադուցե եւ դուք այստեղ կգտնվիք բարելավելու, ինչու՞ չէ նաեւ զարգացնելու այդ աշխատանքը հավելյալ ձևով։ Թեև գարշ ժամանակով գուկակ, բայց վստահաբար ձեր ներդրումը կունենաք այստեղ։ Լոխին ռաց կորձը հոս շատ մեծ է, ինչ որ մենք կտեսնենք ու կանք ծառայությունը, որ մենք կնենք, փամը չէ իրենց ըրազին, թե որտեղ իրենք լման դարվան թացքին կփորձեն, այո, կփորձեն օգնությունը դալ ալոնք, որ գարիք ունին եւ նույնիսկ ով որ գմտնե պայման չէ հայելա կամ ոչ, ով որ կաթուրեն իրեն լավ գնային, բոլորը գնտունին եւ այդպիսի փամը լման դարին դարձնելը թիրուն կոր չէ։ Մենք շատ կքննադենք ադի, մենք ուզենք օգնել գրսածից չափ եւ ադոր համար գուկանք դարին ինչա որ ժամանակ կրնանք երանի աշխարհի 4 կողմեն ամեն հայ բժիշկները ամեն մեկը եթե մեկ շաբաթ կար արդեն շատ լավ գլարաս վիճակը ոս։ Հետաքրքրական գաղափար է, չէ, բարոն Վերջ։ Շատ լավ գաղափար է, իսկապես այս մեր բժիշկներու զոհաբերությունը դարի ալ դարի իրենց թանկագին ժամը, իրենց կարողությունը, իրենց փորձառությունը գուտան անշահախնդիր եւ ես երախտաբար եմ մեր յուրաքանչյուր խմբի անդամներն, որ իրենք դարի ալ դարի առանց վարանելու, ինչպես որ մի քանի դարի առաջ դոկտոր Վանա Թարսավ հանդիպան տասկին սա որ Բերջը մեզի ուրը սե հոնգերտանք, գեիշեք, ադի իրեն հոգի մեծությունը ծույց կուտա և իրենց համեստ գեցվածքը հագարագնալով և օրինագելի հագարագնալով իրենք իրենց բաժնին բետն են, գիտեք, բաժնին բետը իրենց կորձը ծկելը քիչ զոհաբերություն չէ և աշխատանքը դանել առանց գենալու, առանց հաց ուտելու, արդևն է մինչև ժամը 4-ը առանց թատրելու ազուսո բարիքն է և ես անցամ ամբողջ խմբի անունով ուզեմ յուրաքանչյուր ինժեներին շնորհակալություն հայտնել իս սրտե վարձենիտ գադար։ Իսկապես ձեր վարձ կգադար բոլորին մեկ հարցումն ալ կվերապերի թե ինչ ուրդեղեր այցելեցիք այս տարի ադալ ներկայացնենք։ Այո, կանեք ինչպես ճիշտ է որ մենք գետրոնացած ենք Բուլղուրջան, քանի մեր դունն է, մեր դունը դարձած է, բայց մենք համ հայկական բնույթ ունենք, Էյուբի ալ գայցելեք, չէ։ Էյուբի, Հաջն, Անջար, առավել Սուրիո համար համագործակցությամբ Սուրիո Սոխի, Պերիոթեմի առաջնորդի հետ, Մագար Սրբազանյանի հետ և դեղական ուժերու հետ իրենց ալ բավականին տեղորակ և սարքավորում ապահոված ենք և այսինքն մենք խտրություն չենք դներ պիտի հանդիպենք տարբեր համայնքներուն և իրենց հետ խոսակցենք ինչ ծրագիրներ կրնանք միասնաբար աշխատանք առաջ տանել, այսինքն մենք չենք կար մեկ անկյունով կամ մեկ գետրոնացումով, այլ ընդհանրական մեծ բաժին կա մեր սրտի մեջ, ադի շատ կարևոր է, որբեսի բոլորն ալ իմանան, որ մենք իրենց ինչպես նազերին քիչ առաջ ասավ, դու կսեք, մենք առաջին դարին որ ասենք, մի վարանիկ մենք ձեր կողքին ենք, ուրեմն ադի հաստատ քայլերով գարնենք, ադոր համար շնորհակալ ենք եւ ամենակարևոր գեդը որ մորցանք սկսեն նշելու, որ գրգին մենք խորին շնորհակալություն մեր սրտի, խորին շնորհակալություն գայտնենք նորին սուրբոզություն դեր Արամ Արաշինի իրեն հովանավորության եւ օրտնության համար, քանի այդի հսկայական դրական բարոյական նյութական ամեն կետնի վրա ամենի լավագույն ասացություն ունի մեր բոլորին գոտաբնթե եւ մեր աշխատանք ավելի գարժեկավոր է անի մենք չենք կրնար այսպես հարևանցի ակնոցով նայել այլ ընդհանրակը շեշտագի ասելով որ վեապար դեր խորին շնորհակալություն ցերորդության
Շնորհակալություն։ Մենք պիտի փակենք մեր հաղորդումը ընկերուին ասելի գուզամ ցեզի հետ փակել այսօրվան հաղորդումը գնակովսվանալ։ Այսպես քնահատական խոսքի իմաստով եթե այսպես սելիկներ ունիք եւ նաեւ գուզեմ ցեր սկացումները գտնալ այն բահուն երբ որ գահստին իրենք երբ որ գետրոնը գխջողվի երբ որ գիտեք որ գործը արդյունավետ է գարձեմ մեր կյանքի մեջ բոլորս որ գաշխատենք մեր գործի որ արդյունքը կդեսնենք հոնը որ այդ սկացումը ես փամը ըրի ես աշխատեցա եւ փամը իրականացուցի եւ մանավանդ այս գործը որ ծառայություն է Հիմա ասպարակային այդ եսը գվերապերի լիպանանայի օգնության խաչի եսին, որովհետև գամավոր պանագը իր չանքերը իքորց կտնե ժողովուրդին գարիքներուն, պազում գարիքներուն, դեսագավոր գարիքներուն հասնելու համար։ Եթե իմ սկացումներուս մասին պիտի խոսիմ շատ բան գա ասելիք, նախ ասեմ, որ պծախնդրորեն կփորձեմ աշխատիլ, որբեսի բոլորը կողմենան, շնորհիվ լոխի շրջանային վարչության, գետրոնի հանձնախումբին մենք աշխատանքը առաջ կդանենք, գործակցությամբ եւ բարձր գիտակցությամբ Ֆրեզնոյի հայ բժշկական արելու եւ եթե սկացումներու մասին պիտի խոսեմ խանդավառ գլամ, որովհետեւ սկիզբեն գիտեմ որ պիտի կան եւ գիտեմ որ այս օրերում գետրոնը Երուսերի մեջ պիտի լա, մեր գետրոնը միշտ Երուսերի մեջ է, բայց ասենք արդագար բան մգլա, որովհետեւ բժիշկները վերվար գելենգիչներն բաժանունքներու մեջ կաշխատին, հիվանդները գուկան, վարեն իրենց ժամադրությունները առնելու փոխարեն գելեն վեր կբարձրանան 4-րդ հարկ, հոս բժիշկ կդեսնեն դուրս գելեն եւ յուրաքանչյուրը իր դպավորությունը գսե մեր աղջիկներուն, որոնք ժամադրությունները դասավորած կլան, իսկ անգե ետքը ամիսներու ընթացքին երբ իրենք կմեկնին գուկան կհարցնեն, հոս մեր սկացումները գգրկնաբատկվին, երախտագիտական սկացումներ, բոլորին, մեկ առ մեկ բժիշկներուն առանցին, եւ գիտեք սկացումի մասին ալ խոսին, որ բոլորին կվերապերի, հիմա եթե այս խմբագի մեջ կալ դարի, հարաճիգա դարի բժիշկ մնալա, որ պիտի չգարենա կալ, մեր բաշտոնյաները իրենք գնեղանան, ինչու դոկտոր Ֆայեդը օրինակ այս տարի մեզի հետ չէ, գսպասեն, դոկտոր Արամ գսպասեն, գիտեք, քիչ առաջ որ գսեմ անկագդելի էր գաբը, ասոր մասին կխոսեի, որտեղ մենք կփնդրենք իրենց, եւ ասմեգը շատ տրագան բան մնե, շատ տրագան դպավորություն մնե, որ իրենք կծկեն մեր վրա եւ հույսով ենք, որ այս գաբերը գշարունակվին հարաճիգա դարիներուն եւս շնորհիվ նորին սուրբ օծություն դեր Արամ առաջին վեապար հայրաբեդի, որուն օրնությամբ եւ հովանավորությամբ է որ այս ծրագիրը գիրակորձվի, համակորձակցության հայկական երեսփոխանական գրասենյակին է որ այս ծրագիրը գիրակորձվի, համակորձակցությամբ բնականաբար քիչ առաջի նորեն պիտի ասեմ լոխի շրջանային վարչության յուրաքանչյուր ընկերուի ադենաբեդուին մինչև բոլոր անդամուիներուն գետրոնի հանձնախումբին բոլորին համակորձակցությամբ մեր պաշտոնեության եւ մեր բժիշկներուն գիտեք մեր բժիշկներն ալ մեծ տերագադարություն որովհետեւ իրենց ժամանակ են գզիչին որովհետեւ մենք ընդունենք նվիրյալ այլ բժիշկներ իրենց գամավոր ծառայությունը ցուցաբերելու գետրոնեններս Նշեցիք, որ դոկտոր Ֆայադը հոսչի գամքի անգախ պատճառներով չգրծավ միանալ մեզի։ Մեր բարևները փոխանցեն։ Անպայման մի փոխանցեմ, բայց ցեզի ասեմ բան, ամեն օր մեր հետ էլեկտրոնային գաբի մեջ է։ Ինչ ըրիք։ Ինչպես է բժշկական առաքելություն, այսօր ինչ ըրիք բացակայությունը։ Սրտով հոգվով հոսեինք։ Անպայման ամեն օր մի քանի անգամ օրվա ընթացքին էլեկտրոնային գաբով նոտ կղրգե յուրաքանչյուրս դարբեր դեղություններ գուզե։ Իսկապես դոկտոր Ֆայետնալ, այսինքն մեր բոլոր բժիշկները համեստ են։ Այդ իրենց համեստությունն է, որ իրենց կմեծեն, իրենց մեծ հաջողության գաղտնիքն է, բարո։ Իրենց մեծ հոգի ցուցաբերե, բայց գամքի անգախ չգրծավ գալ, բայց խոստովա որ անհնար, որ ոյ մեկ պայման բաճար ծառնա, որ ինքը հաջորդ տարի մեզի չի միանա, բայց ընդհանուր պատկերի վրա մենք այս տարի ավելի ասենք զարգացած ձևով կմիանանք, օրինակ համար ֆիզիոթերապին, որ անցած տարի այլ մասնագիտություններ։ Այո, առավել նշենք, որ
անցյալի սեպտեմբերի մեր այցենի հետ մենք խորհրդակցելով Դիգին Նազելին հետ եւ հասախոբի անդամներուն հետ եւ շրջանի վարչության հետ մենք ոչ մեծ բանի վրա եւ ասենք լույսը վրան տնելով մենք բավական նորոգման աշխատանքներու ասենք տիգուն կանգնեցանք եւ ուրախ եմ ասելով որ այդ աշխատանքը ավարտեցավ դուք վարեն եթե շենքը տեսնեք հիմա տեսեք որ բավականին փոփոխության ենթարկված է դրական ցևով եւ մեր նպատակն է որ աբակայի ասենք նախքան մեր մեկնիլը եւ առավել աստարի ավելի երկար կգենանք մինչեւ շաբաթավերջ նախքան մեր մեկնիլը խորհրդակցենք միասնաբար որ հաջորդ տարվա մեր ծրագիրները ուր պիտի գետրոնան եւ ինչպես կրնանք ավելի բարելավել Շնորհակալություն բոլորին ծերված կգադար մեր զրուցակիցներն էին Լոխի Արաքսի Բուլղուջյանը գերապաշտական գետրոնի դնորենուին Գերուին Ազելի Ավակյանը իսկ սերներ կարծեմ ցանոթ այստեմ կծեզի այլևս մենք զրուցեցինք ուրեմն Ֆրեզնոյի բժշկական առաքելության նախագահ եւ Հայաստանի Հարաբերության բանվոյի Բադոս Վերջապկարյանի հետ ուրեմն ցեզի փոքրիկ անագնգալ մոնինգ բայց հիմա հետս չէ դժբախտաբար բայց կանի գխոսինք ուրեմն մեզիս հլո վանացայնին վանացայինը դարբեր ցեզի անցամ կամերան հոմ պետք է նայի Անիտա մոդեցիր Անիտային շաբիկը գտեսնեք բժշկական առաքելության շաբիկը մեկադացեզի պերացենք ուրեմն ինչպես բադիվինձի ես չիպերի այսօր քանի վանացան բիդ այցելեմ Բարոն հոնգը սպասենք հոնգը բերեք ուրեմն չեք մորնալ Բարոն առանց տեսնելու աստեն չենք կդար մեկնին ուրեմն at անտիբանտասկին ցեզի կանցնեմ at t-shirt-ը որբեսի դուք ալսկակ բժշկական առաքելության իբր անդամներն բատվո անդամները մեկը Շնորհակալություն իսկապես բոլորին վարձ կգադար Սելիներ մեր հաղորդում այսպեսով կհասնի իր ավարտին շնորհակալություն ցանի հաղորդավարներուն Հագոպը ստուդիոյներս Անտոնին Հետսերց ես Եդեր Հուրին Փարի շապատ ծեր բոլորին եւ տեսություն